Այսօր բարև ձեզ, որոշեցի վիդեո նկարեմ, որտեղ շատ երկար ժամանակա չէինք նկարել, շատ էր մեծ զբաղվածությունս, ուզում եմ ինչ թեմայից խոսամ, ժողովուրդ, շատերիդ են ասել ինչ-որ մասնագետներ, նայողներ, որ քո վրա թուղթուգիր կա, բայց չգիտես հավատաս դրան, թե չէ, պարտադիր չի լինել էքստրասենս կամ նայող, որ զգալ, իմանալ, կարանալ, տեսնել, կա այդպիսի բան արդյոք, թե ոչ։ Մի քանի նախանշաններ կան, մի քանի սիմպտոմներ կան, որոնք կօգնեն հասկանալ, այդ ինչ բանը հիմա կա, թե չկա։ Դե եկեք իրար հետ միասին հասկանանք։ Քանի որ ես պրոֆեսիոնալ եմ, մայստեր եմ, ամեն ինչի հետ կապված շատ լավ հասկանում եմ։ Ուրեմն սենց։ Մի տեսակ կլինի մարդկանց, ովքեր գիշերը անպատճառ կարթնանան քնից առանց որևիցե պատճառի։ Հիմնականում կլինի ինչ-որ նույն ժամ, գիշերվա 3-ը, գիշերվա 4-ը, մի խոսքով էական չի։ Մոտավորապես մարդիկ կլինեն, ովքեր չեն կարողանա քնել, այսինքն աչքերը կփակեն, կշրջվեն այս կողմ, կշրջվեն այն կողմ, այտենց մոտ 1 ժամ ավել, հետո կարթնանան, կգանան մի հատ, չգիտեմ, կգնան մի հատ ջուր կխմեն, հետ կգան նորից կպարկեն, նորից կգլորվեն աջ, նորից կգլորվեն ձախ։ Դե մարդիկ էլ կլինեն իհարկե, որ այտենց ուղղակի ինքը քնածա արդեն պետք է երազ տեսնի, աչքերը բացում է։ Նայում է շուրջը, նորից աչքերը փակում է։ Նորից արդեն որ պետք է մտնի այդ երազի մեջ, այդ պահը պետք է գա, ինքը նորից առանց որևիցե պատճառի արթնանում է, այնպես չի սենյակում շեղթ-թեղթ ինչ-որ ձեն է եկել կամ ինչ-որ բան, ամեն ինչ հանգիստ է, ամեն ինչ լուռ է, ինքը ուղղակի նորից արթնացավ։ Այսինքն ինքը անդադ քնում է, գիշերվա կեսը նորմալ, այն կեսն էլ անդադ արթնանում է, վերաթռնում, քնում է, վերաթռնում կամ պրոստ աչքերը բացում է, արթնանում է։ Դա տենց։ Երկրորդ ֆակտորը մարդիկ, ովքեր ունեն տունը բույս, երբ իրանք ինչ-որ նոր բույսեր, ծաղիկներ են հավաքում տունը, նայում ես տունը մաքուր կոկիկ տուն է, բույսին լավ են նայում, ջրում են, խնամում են ըստ պահանջի, բայց չգիտես ինչու իրանց տան մեջ երբեք չի աճում նորմալ այդ բույսը, կամ ծուռ է աճում, չգիտեմ թեք, կամ դեղնում է, կամ թոռոմում է, կամ սևանում է, կամ արմատն է նեխում, ուրիշի տան մեջ տենց չի լինում, այսինքն տարօրինակ ձև է։ Օրինակ ինչու են շատ կախարդներ, վեդմաներ, երկրից դուրս Հայաստանում չեմ խոսում, ստե մակարդակ չկա։ Երկրից դուրս կան շատ խելացի մասնագետներ, լիքը բույսերով լցնեն իրանց տունը, որովհետև նայեք, ինչ է տեղի ունենում։ Ցանկացած հարցակում, ցանկացած նեգատիվ էներգիա ինքը վերցնելու է իր վրա։ Ոնց որ սպունգը, որ սպունգը ջրով ես լցնում, չէ՞։ Հետո որ սխմում ես ջուրը ելնում է, մինչև չսխմես չի ելնում, ծաղիկն է։ Մինչև դու ոչ մի բան չանես, իր մեջ է ինքը նեգատիվը պահելու։ Երբ որ ինքը շատ մեծ ուդառ է վերցնում, իր վրա ծաղիկը շատ մեծ նեգատիվի մասին է խոսում, միայն հենց այդ տեսքը, երբ որ ինքը դեղնում է, վնասվում է, թոռոմում է, այսինքն կարան նայեք, տան վրա թուղթուգիր անեն, մոգական հարձակում անեն, դա ստեղծի շատ մեծ խնդիրներ, շատ մեծ նեգատիվ վնաս։ Եվ այդ նեգատիվն ու վնասը իր վրա է քաշելու առաջինը բույսը։ Եվ բոլոր բույսերը կարան դեֆորմացվեն։ Դա նշանակում է, որ ձեր վրա լուրջ հարձակում կա կամ լուրջ նեգատիվ խնդիր կա տան ներսում, որը կրա այդ նույն վիճակին հասցնի ձեզ, մարդկանց։ Ոնց է որ տուն կա, չէ, թուղթուգիրն անում, տան մեջ բույսեր չունեն, ասում են փողերը ոնց գալին ես գնում է, փողերը դեղերին ենք տալի։ Բայց որ տունը բույս ունենային, փողերը կարող է պրոստ էլի գար գնալ, բայց դեղերին չտային։ Որովհետև բույսը կթափեին, բույսը կփչանար, բույսին փող կտային, ոչ թե դեղերին, օրինակի։ Դա տենց։ Երրորդ ֆակտորը դա տան մեջ լարվածությունն է, որ տան անդամները իրար չեն հասկանում, սառն են իրար հանդեպ, ամեն մեկը ոնց որ աչք քաշած, ասես ինչ որ սառը անէմոցիոնալ վիճակ է մի հատ տիրում տան մեջ։ Նմանատիպ վիճակներ, տան անդամները, ովքեր միշտ հանգիստ են եղել, առանց որևիցե լուրջ պատճառի ագրեսիվանում է, հենց մտնում է տուն, ինքը պետք է կնգա այդ կռվի կամ կնի կմտավետում, դի մարդու հետ կռվի եւ այլն։ Տնից դուրս կա որոշեն մի հատ տեղ գնան, ամեն ինչ այտենց չլինի, մի խոսքով։ Մյուսը տուն, որտեղ ինչ որ իրեր են կորում, ինչ որ իրեր են ջարդվում, տուն, որտեղ կարա հեռուստացույցի ինքն իրան միանա, անջատվի, երգը ցածրանա, բարձրանա, երաշխիքով ապառիկով ինչ որ սարք ես առնում, տանում ես այդ տուն ու փչանում, հա, զանգում ես էլեկտրոնիկայի ցանց, ասում ես երաշխիքի մեջ է, էլի հետ բերեմ, հենց այսօր եմ առել, խնդիր է տալի, ասում են օքեյ բեր, տնից դուրս ես անում, դզվում է, կարգավորվում է։ Ինքն իրան դզվում է, զանգում ես խանութ, ասում ես կներեք, կարգավորվեց ինքն իրան։
Այսինքն հետաքրքիր բան է ժողովուրդ, շատ հետաքրքիր sense բաներ, տուն որտեղ sense ինչ որ տարօրինակ կտ ինչ որ ձեներ է գալի, sense ինչ որ ձեն ես լսում։ Արտանում ես, ոչ մեկ չկա։ Քնում ես, որ sense չգիտեմ, դարակներից մեկը sense թեթևին իրան բացվում է, կամ սառը շունչ ես զգում, ոնց որ միտեից փչի։ Ասես ախպերս ու դեից է փչում։ Պատուհանը փագա։ Եվրոլուսամուտը դաժե թողող տեղ չունի, պենամ փչածա, չգիտեմ, որտեղից կարա թողի, չկա այստեղ, ասենք, դաժե կա ամառն էս փչի, քսն մրսես, ասես սառնությունը քամի միտից փչում է, վրես ուղեղից է չեմ կարամ, նստածը տեղից հելնում ես, հետում ֆռում ես, ոչ պիտի չի փչում, գալի նստում ես, հենց քո վրա է փչում, սա վկայում է, որ ինչ որ հոգիներ կան, փորձում են հարձակում գործեն, եթե ունեք այս վիճակը, ես կարող եմ ձեզ ռեալ օգնել, մաքրել, վերացնել, բերել տան մեջ ու շատ անենց վիճակ, որ տունը լինի դրախտ, լինի բարի տուն, որ բույսերը չչորանան, ծաղկեն, բույսերի վիճակի լինեն ձեզ ծառայելու, պաշտպանելու, ձեր ֆինանս ուժեղացնելու։ Եվ եկեք դա անենք միասին, եկեք աշխատենք այսպես խելացի գրագետ ձևով, գիտելիքով, պրակտիկայով եւ փոխենք ձեր բոլորի կյանքը դեպի լավը։ Իսկ դա հնարավոր է։ Այսինքն իմ համար եմ անում լիքը բաներ, նշի մենակ հաճախորդների համար։ Իմ համար եմ անում, ես էլ ունեմ իմ բույսերը, ունեմ իմ քանի կիլո ծանր կիլոյանոց քարը, ու լիքը տենց հրաշք բաներ, որոնք ինձ կրան օգնեն։